Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի վերջին օրվա համար։ Այսօր վերջնական պարզ կլինի, արդյոք շարունակվում է ամենօրյաները, թե ոչ։ Դե դուք տեսնում եք ամսի 30-ին, 31-ի համար, բայց ես որոշումը կկայացնեմ 31-ի օրը։ Վերջնական որոշումը։ Հուսով եմ այդ օրը, որովհետև հաջորդ օրը արդեն նոյեմբերն է և այնտեղ պետք է շաբաթական տեսանյութ անեմ, որ հասկանամ անեմ արդյոք թե ոչ։ Այսքանը տեղեկության համար և օրը ուրբաթ է, բնականաբար գնայենք այս մյուս քարտերով, տեսենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 31-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը որևիցե գաղտնիք կբացահայտվի, բայց այստեղ քայլանելուց առաջ անպայման երկար մտածեք, նաև հուզվում եք, կարող եք նաև արտասվել և անմիջապես մի գործեք։ Դա այստեղ չեմ կարող ասել, լավն է, թե վատն է։ Գաղտնիքը հուզվում եք լավ բանի համար, թե չէ։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, նաև հեռախոսազանգ ունեք, կամ ձեզ կզանգահարեն և կարող եք հետո տատանվել, ծանրութեթև անել ինչ-որ մի հարց, ինչ-որ մի իրավիճակ, կամ կասկածել, միգուցե նաև։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 31-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ որ մի բան է ձեզանից հեռանում կամ ինչ որ մեկին եք հեռացնում կամ բաժանվում ժամանակավոր ինչ որ մի բան է մի խոսքով ձեզանից գնալու կամ ինչ որ մեկը օծեր կամ բամբասանք, չարխոսակցություն, այդպիսի վերաբերմունք նաև ձեր նկատմամբ ոչ գաղտնիք կբացահայտվի այդ օրը հեռախոսազանգ ունեք կամ դուք կզանգարեք կամ ձեզ կզանգահարեն պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, տան հետ կապված եւս ինչ որ հարցեր այդ օրը կանեք, կլուծեք, կավարտեք։ Միգուցե նաև դա այն հարցերն են, որոնք որ այնտեղ վճար եւ այլն, ինչ որ բաներ կանեք, կավարտեք։ Միգուցե նաև առիթ է, եւ առիթի ոնց որ պատրաստվում եք եւ այդ դա եք։ Ինչ որ ծռվել են։ Դա եք լուծում վերջացնում այդ հարցերը, այդ ամեն ինչը։ Եվ մի փոքր հուզված եք, նաև կարող եք արտասվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին հոկտեմբերի 31-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը կամ տուն եք մաքրելու կամ ինչ որ մեկ հետ կարող եք վիճել։ Հեռախոսազանգ ունեք, կամ դուք եք զանգարելու, կամ ձեզ կզանգարեն ճանապարհը նույնպես, կամ դուք եք գնալու, կամ ձեզ մոտ կգան։ Երեխաների հետ կապված իրադարձություններ ունեք, որոնք որ յուրաքանչյուր ամիս անում եք, սա նաև հղիությանն է վերաբերվում, ովքեր հղի են եւ յուրաքանչյուր ամիս գնում են ստուգվելու, նաև ինչ որ process է, ինչ որ մի բան է, որ ամեն ամիս կատարվում է երեխաների հետ կապված, միգուցե վճար է, ամեն ամիս տալիս եք, այդպես։ Դե ալիմենտ նաև կարող է լինել կամ ուղակի, ինչ որ բաներ եք, քիչ-քիչ վճարում օրինակ, ուսման վարձ է։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, գործնական հանդիպում, գործնական խոսակցություն եւ ինչ որ մի բան կարող եք տալ, ավարտել դա։ Դա կարող է լինել օրինակ ինչ որ մեկի պատվերը անում եք, վերջացնում եք, տալիս եք, վերջ, եւ գնաց նա արդեն։ Եվ որևիցե հարցին լուծում կտաք այդ օրը, հաջողություն ունեք, նաև ժամը։ Ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է ուշադրություն դարձնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ
Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 31-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը նոր սեր, նոր հարաբերություններ, սիրավեպ, սիրահարվածություն, նաև սիրո խոստովանություն։ Այդ ամենը մեկ տեղում նաև ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, որովհետև ձեր ցանկությունները կիրականանան։ Գուցե սիրո հետ է դա։ Հանդիպում ունեք այդ օրը, նաև ուշադիր եղեք, վեճ ունեք կամ նաև տուն եք մաքրում, երկուսից մեկը։ Որևիցե նամակ կստանաք, փաստաթուղթ, տեղեկատվություն, գուցե ինչ-որ փաստաթուղթ եք ստորագրում և մինչև այդ բավականին կտատանվեք, ծանոթ-թեթև կանեք, նաև ինչ-որ բան կասկածում եք և մտածում եք այդ մասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին հոկտեմբերի 31-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր մտերիմ անձնավորության հետ, կամ առավոտյան շուտ եք արթնանալու, կամ մի փոքր երկար կքնեք, միգուցե ինքն է գալիս ձեզ արթնացնում, նաև ինտիմ հարաբերություններ է դա ոմանց համար։ Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը և երջանիկ եք բավականին, միգուցե ինչ-որ մեկ այդ վիճում եք, ասում եք այն ամենալավ խոսքերը իրան և հետո դա ձեզ երջանկացնում է, կամ նաև տուն եք մաքրում, այդպես երջանիկ, ինչ-որ գործողություններ եք անում տան հետ կապված։ Ոմանք ինչ-որ հարցում հաղթանակած դուրս կգան, ինչ-որ մի բան է սա ձեր օգտին ավարտվում, ձեզ սիրված կզգաք, ոմանց սիրո խոստովանություն կանեն կամ դուք կանեք, հարազատների շրջապատում կլինեք կամ ոնց որ այդ ամեն ինչից և երջանիկ եք և այստեղ ինչ-որ մի բան է ձեր օգտին ավարտվում, ոնց որ ավելի այդպես սիրտը թրթռում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 31-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, չգիտեմ դրա համար եք տխրում, թե ոչ։ Ժամը ձեզ համար կարևոր է, այստեղ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, լինի դա ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, բանկ եւ այլն։ Այստեղ ժամը կարևոր է եւ նման գործողություն ունեք, միգուցե այդտեղ եք պայմանավորված։ Եվ մի փոքր տխրում եք կամ հիասթափվում եք ինչ-որ մեկից, ինչ-որ պահերից, նաև գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ունեք այդ օրը։ Ես չեմ կարող հստակ ասել ինչն է ձեր տխրության պատճառը, որովհետև այստեղ մի քանի իրադարձություններ կան, որոնք որ սեղանի շուրջ կարող է լինել, այնտեղ ինչ-որ մարդկանց ասածը ձեզ դուր չգա, հազար ու մի բան կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հոկտեմբերի 31-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք։ Ինչ-որ մեկին եք սպասում, ինչ-որ բանի եք սպասում, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք։ Երեխաները ձեզ համար կլինեն շատ մտերիմ, այդ օրը մի տեսակ ուրիշ հարաբերություններ կունենաք։ Նաև հնարավոր է ձեր ընկերուհու, ընկերոջ, այդպես երեխաներին բերեն ձեզ մոտ եւ դուք պահեք, մինչեւ իրենք գան, կամ իրենց հանդիպեք։ Եվ նորություն կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ
Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 31-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հաջողություն ունեք, բայց նաև սուտ էլ ունեք։ Տհաճ պահեր կան օրվա ընթացքում, միգուցե դա է ձեզ տխրեցնում, այստեղ հանդիպում ունեք ձեր ընկերոջը, ընկերուհուն, միգուցե հուզվում եք, արտասվում եք, ող իրար հրաժեշտ եք տալիս, տխրում եք, ինչ-որ պահեր են, այդպես, կամ հանդիպում եք իրար, բայց միևնույնն է, ինչ-որ մեկը պետք է գնա, ինչ-որ մեկին եք հրաժեշտ տալիս, կամ ինչ-որ բանի եք հրաժեշտ տալիս, և դա ձեզ տխրեցնում է։ Տրամադրություն ընկնում է, կամ ստի պատճառով է այստեղ, ինչ-որ մեկի ստի պատճառով հիասթափվում եք իրենից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 31-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ինչ-որ գործեր են մնում, այդ օրը չեք հասցնում ավարտին, նաև ոմանք ժամադրության կգնան, բարձր տրամադրություն կունենան, նաև ոմանք իրենց սիրելի հարազատ մարդկանց կողե պայմանավորվել եք և իրենց տեսնեք ուրախանաք, ձեզ սիրված զգաք, ձեզ լավ զգաք, ոմանք սիրոխոստովանություն կանեն, ոմանք դուք կանեք սիրոխոստովանություն, սա նաև սիրահարվածություն է, բայց այստեղ նաև ունեք վատ քարտ, սա հիասթափություն է։ Հիմա չգիտեմ, գնում եք այնտեղ ամեն ինչը նորմալ է, բայց հետո վերջում հիասթափվում եք այդ մարդուց, չգիտեմ։ Ձեր սիրելի մարդկանցից, ձեր հարազատներից միգուցե հիասթափվեք, չգիտեմ, նաև որ գործերը մնաց։ Միգուցե գործերը մնում է, չեք հասցնում անեք և դա է ձեզ տխրեցնում։ Որը վերջում կարող եք ասել, ընկել եմ սիրո ձեռը կամ հարազատների հետ կապված հարցերն եմ լուծում, իմ գործերը մնաց։ Դե աղեղնավորներ ընդհանրապես չեն սիրում հարազատներ, չգիտեմ։ Ես այդպես գիտեմ, եթե այդպես չի ուղեք, գիտեմ, որ շատ մտերմություն չեք անում հարազատների հետ, չգիտեմ։ Ոնց որ հարազատները ձեզ համար այդքան էլ
դա կարևոր ասեմ, կարևոր չասեմ, ինչ որ պահա, որ այդքան էլ մտերմություն շատ այդպեսին չկա, նենց չի որ գնայք իրանց տուն կգաք, ուղղեք ինձ, եթե այդպես չի, միգուցե ինչ որ մարդիկ ուրիշ ձև են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հոկտեմբերի 31-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, ինչ որ իրադարձություններ չկան, մեկ էլ գալիս են ձեր կյանք։ Միայն գումար եք ծախսելու կամ ինչ որ մեկի հետ գումարի մասին կարող խոսել կամ արժեքի մասին կարող խոսել։ Նաև ձեզ սիրված կզգաք, ոմանք կսիրարվեն, ոմանք սիրախոստովանություն կստանան, կանեն, ձեր հարազատների հետ կլինեք, հա ձեզ լավ կզգաք։ Նաև ունեք գործնական հանդիպում կամ գործնական շփում, միգուցե դա է, հա, ձեր տրամադրության այդ սիրտը լցված, այդպես այդ վիճակը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 31-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, երկար մտածեք, հետո նոր արեք։ Հաջողություն ունեք նաև, ձեզ կհրավիրեն որոշ առիթի կամ դուք եք ստեղծելու այդ առիթը, հրավիրեք մարդկանց, բայց ինչ որ կամ տխրում եք կամ հիասթափվում եք, միգուցե այդ առիթի ժամանակ եք հիասթափվում ինչ որ մեկից, ինչ որ այդ պահից, հա, տհաճա ինչ որ այնտեղ իրենց լավ չեն պահում կամ եւ այլն, հա, ինչ որ պահեր կարող են լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 31-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք ինչ-որ մարդկանց հետ, միգուցե նաև տուն եք մաքրում, բայց դե ընդհանրապես վեճ է նշանակում։ Այստեղ կողքերը նաև առողջությունը կա, դրա համար եմ ասում վեճ։ Կարող եք վիճել, հետո ձեզ վատ զգալ դրա համար։ Զգուշացում ունեք, որ այդ օրը մի վիճեք։ Նաև հուզված եք, կարող եք հարտասվել, դրա համար կարող եք նաև վիճել եւ այդ վեճը թեժանա մեկը մյուսին վիրավորի, հետո արդեն նեղանաք կամ նստեք արտասվեք, միգուցե նաև պետք էլ չէր խոսել, պետք էլ չէր արտահայտվել եւ դրանից էլ ավելի շատ է ոնց որ վիրավորանք լինում։ Այսքանը ձեզ համար, դա համար ուշադիր եղեք, միգուցե նաև ճնշված եք, կարող է այստեղ ինչ-որ մի ցավ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։